Փոքրիկ խմբակն ասում է միջև վերջ պարոն Կարապետյան ոչնչացնելու է եւ ըստ էության հաջողության են հասնելու։ Իրանք շատ փոքր են, որ մեզ կարենան ոչնչացնել, հասկանալի է։ Պարոն Կարապետյան, մտավախության ինչ որ չեն գրանցել ազատի կալանքից։ Մեր վարկածի մեջ որևէ բան չի։ Պարոն Կարապետյան, բայց եթե ցանկացած ելքներ մեր համար անկալելի եւ ընդունել։ Դուք օրինակ ինչ եք մտածում, այսօր ինչ որոշում եք կայացնել։ Ես շատ սովորական եմ նայում, երկու դեպքն էլ իմ համար հավասարնշանակ։ եթե մնա տնային կալանքի տակ, պարոն Կարապետյանը, դա քարոզարշավի վրա բարձրացաբար չի ազդի, որ ֆիզիկապես չգնա, չմասնակցի։ Դե իհարկե կազդի, բայց դե թիմերը արդեն բավականին մեծ են եւ եթե նկատում եք հանրային աջակցությունը բավականին մեծ է, իսկ ինքը ծրագնդի էֆեկտ ունի եւ ասես աշխանաբար մեծանալու է։ Այնպես որ որևէ բացական հետևանք ես չեմ տեսնում։ Այնինչ լինելու է կլինի, իսկ ինչ է լինելու անպայման մեր ուզածը կլինի։ Բայց մի բան եմ ուզում ասել, որ ցանկացած ելքի դեպքում մեր համար որևէ վարկագծի փոփոխություն տեղի չի ունենա, ընդհանրապես։ Համատարած մեկուսացնում են բոլորի, պարոն Կարապետյան, քրեական գործերով, ասում են հին բարքերին է վերադարձել, ընտրակաշարքի էջը փակված էր, ընտրողներին բուշա, ալիքը շալվար է արել, այսպիսի որակումներ են տրվում։ Նո, ես իրականում չեմ տիրապետում ինֆորմացիային, իրավաբանները կասեն, որոնք զբաղվել են այդ հարցերով, բայց հիմա ամեն ինչ եք ասում, էլ։ Պարոն Կարապետյան, ներողություն առա։ Մենիկի հայտարարությունից առաջ պարոն Կարապետյանը միտք ուներ մտնել քաղաքականություն։ Ես ամենայն դեպս ես եւ ինքը չենք քննարկել այդ թեման։ Իսկ նմանատիպ թեմաները մեր ընտանիքում սովորաբար քննարկվում են։